Երեք գրանցված անկումից հետո ասիական ու եվրոպական ֆինանսական շուկաներն այսօր սկսել են վերականգնվել։ Սա հետևեց ԱՄՆ նախագահի հայտարարությանը, որով Դոնալդ Թրամփը 90-օրյա դադար հայտարարեց բարձր մաքսատուրքերից տուժած երկրների համար։ Միացյալ Նահանգների եւ Չինաստանի միջև առևտրային պատերազմը սակայն շարունակվում է եւ ել ավելի խորանում։ ԱՄՆ նախագահը երեք Չինաստանից ներմուծվող ապրանքների մաքսատուրքը բարձրացրեց մինչեւ 125%, մինչ այդ Չինաստանն էր իր հերթին 84% փոխադարձ մաքսատուրք սահմանել ամերիկյան ապրանքների վրա։ Սա ուժի մեջ է մտնում այսօր։ Չնայած դրան Դոնալդ Թրամփը երեք Սպիտակ տանը գովաբանել է Չինաստանի նախագահին, ասելով, որ Սի Ցինփինը խելացի մարդ է, ապա վստահություն հայտնել, որ ինչ-որ պահի կհաջողվի գործարք կնքել նրա հետ։ Նա իմ ընկերն է, նախագահ Սին ինձ դուր է գալիս, հարգում եմ նրան, բայց նրանք ճիշտ չեն վարվել մեր երկրի հետ։ Այս ֆոնին Չինաստանը եւս մեկ բողոք է ներկայացրել առևտրի համաշխարհային կազմակերպություն, նշելով, որ մաքսատուրքերի բարձրացումը հերթական սխալ քայլն է, ապա Թրամփին մեղադրել է Պեկինին ահաբեկելու համար։ Չինաստանը նաև վստահեցրել է, որ կպաշտպանի իր իրավունքներն ու շահերը կազմակերպության կանոններին համապատասխան։ Չինաստանի արտգործնախարարության խոսնակն իր հերթին հայտարարել է, որ ԱՄՆ մաքսատուրքերը Չինաստանին չեն կարող վախեցնել։ Պեկինը կպայքարի մինչև վերջ եւ թույլ չի տա, որ ոտնահարվեն իր ժողովրդի շահերը կամ խարխլվի առևտրային համակարգը։ Լին Ցզյանն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները գործում է եսասիրաբար եւ մաքսատուրքերը որպես զենք է օգտագործում Չինաստանի վրա առավելագույն ճնշում գործադրելու համար, ինչը Չինաստանի համար ընդունելի չէ։ Դա Չինաստանի հետ վարվելու ճիշտ ճանապարհը չէ։ Եթե ամերիկյան կողմը իսկապես ցանկանում է խոսել, ապա պետք է դրսևորի հավասարության, հարգանքի եւ փոխադարձության վրա հիմնված վերաբերմունք։ Եվրոպական միությունը, որը երեք եւս պատասխան մաքսատուրքեր սահմանեց ԱՄՆ-ի նկատմամբ, այսօր ողջունել է 90-օրյա դադարի մասին Թրամփի որոշումը։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը սոցցանցում գրել է, որ դա կարևոր քայլ է գլոբալ տնտեսության կայունության ուղղությամբ։ Մաքսատուրքերը միայն վնասում են բիզնեսին ու սպառողին, եւ հենց դրա համար է, որ հետեւողականորեն հանդես է եկել Եվրոպական միության եւ Միացյալ Նահանգների միջև զրոյական մաքսատուրքերի համաձայնագրի օգտին։ Եվրոպական միությունը հավատարիմ է մնում Միացյալ Նահանգների հետ կառուցողական բանակցություններին անարգել եւ փոխշահավետ առևտրի հասնելու նպատակով։ Տնտեսական վերլուծաբանները միանշանակ դրական են գնահատում մաքսատուրքերի գործողությունը կասեցնելու Թրամփի որոշումը, միաժամանակ շեշտում, սա դեռ չի նշանակում, որ ամեն ինչ կարգավորված է։ Ավտոմեքենաների, պողպատի եւ ալյումինի ներմուծումն ԱՄՆ դեռ ենթակա է 25% մաքսատուրքի, որը հաջորդ ամսվանից կտարածվի նաեւ ավտոպահեստամասերի վրա։ Բացի դրանից 10% համընդհանուր մաքսատուրքը, որ Թրամփը ավելի վաղ սահմանել էր գրեթե բոլոր պետությունների համար, դեռ ուժի մեջ է։ Չինական ընկերություններն անցյալ տարի ԱՄՆ-ում մոտ 440 միլիարդ դոլարի ապրանք են վաճառել, մոտ 3 անգամ ավելի քան ամերիկյան ընկերություններն են վաճառել Չինաստանում։ Դա ենթադրում է, որ ավելի բարձր մաքսատուրքերն ավելի մեծ հարված կհասցնեն չինական բիզնեսին։ Սակայն Չինաստանի 84% մաքսատուրքերը եւս էապես կազդեն Միացյալ Նահանգների վրա, ընդ որում տարբեր ոլորտներում։ Բարձր մաքսատուրքերն 90 օրով կասեցնելու Թրամփի որոշման ֆոնին ամերիկյան Goldman Sachs խոշորագույն ներդրումային բանկը վերանայել է ԱՄՆ-ում հնարավոր ռեցեսիայի մասին կանխատեսումը 65%-ից իջեցնելով 45-ի։